Այսօր փետրվարի 12-ին Սուրբ Վարդանանց եւ 1036 վկաների հիշատակության օրվա առթիվ Գյումրու քաղաքապետանի աշխատակազմը հարգանքի տուրք մատուցեց Վարդանանք հուշարձանի մոտ։ Արարողությունը գլխավորում էին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին փոխարինող Ավետիս Առաքելյանը եւ տեղակալ Գագիկ Մանուկյանը։ Թեև քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ներկայումս անազատության մեջ է, նրա անունից եւս ծաղկեպսակ դրվեց արձանախմբի մոտ, պահպանելով ամենամյա ավանդույթը։ Վարդանանց տոնը սովորաբար հաջորդում է Ղևոնդյաց քահանաների տոնին, ինչն ունի խորը խորհրդանշական նշանակություն։ 451 թվականի ավարայրի ճակատամարտի ժամանակ Ղևոնդյան քահանաները ոչ միայն հոգևոր սփոփանք էին բերում, այլև մարտի առաջին շարքերում ոգեշնչում էին Վարդան Մամիկոնյանին ու հայ զինվորներին, հանուն հավատի նահատակվելու։ Հայ եկեղեցին սրբացրել է ավարայրի 1036 նահատակներին, Վարդան Զորավարի գլխավորությամբ, որպես երախտագիտություն նրանց թափած արյան եւ անձնազոհության։ Ի հիշատակ այս մեծագույն սխրանքի 2008 թվականին Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման օրոք Գյումրու կենտրոնական հրապարակում տեղադրվել է Արտուշ Պապոյանի հեղինակած Վարդանանք բրոնզաձույլ հուշարձանը։ Արձանախումբը պատկերում է հայոց պատմության նվիրյալներին՝ Վարդան Մամիկոնյանին, Հովսեփ Վայոց Ձորցուն, Ղևոնդ Երեցին, Սահականուշ իշխանուհուն, Արշավիր Կամսարականին։